Մաչանենց թատրոնն ինչպես ամեն տարի, այս տարի ևս տարին ամփոփում է գեղեցիկ ու հրաշալի ամանորյա ներկայացումներով։ Բեմական նոր հագուստներ, դեկորներ, վառ լուսային ու ձայնային էֆեկտներ։ Մաչանենց թատրոնն ամանորին ընդառաջ վերածվել է փոքրիկ հրաշքի։ Գրինչի և պինգվինների արկածները ներկայացման առաջնախաղին փոքրիկները մեծ սպասումով ու սիրով են եկել։ Գրինչը քանի որ շատ ակտուալ է, միշտ շատ են սիրում գրինչը, նաև մեր դերասանական կազմն էլ էր անդադար պնդում գրինչ անենք, փորձեցինք մի քիչ ավելի նորամուծություն, նոր ոնց որ սերիա հնարել, գրինչի, ու ստացանք գրինչի և պինգվինների արկածները, որը որ կարծում եմ հետաքրքիր կլինի հանդիսատեսին, որովհետև ինտերակտիվ շատ շփումներ ենք հնարավորինս ստացել, անդադար հանդիսատեսը նաև մի մասն է կազմում մեր ներկայացման ու տեսնում է այն հրաշքները, այն կախարդանքը, որը որ բեմը կարող է տալ հանդիսատեսին և հնարավորինս փորձում ենք հավատացնել, որ այդ ամենը իրական է։ Զարմանալի է, որովհետև գրինչը ինքը իրանով վատ բացասական կերպար է, բայց հանդիսատեսին ավելի շատ երեխաների կողմից սիրվել է, որովհետև ես կարծում եմ այն բանի համար է սիրվել, որովհետև վերջ-վերջում ինքը փոխվում է, էլի դեպի լավն է գնում, համ էլ որպես կերպար իմ համար այդ կոնտրաստը երեխաների մոտ ցույց տալը, որ այս վատ կերպարից ես դարձա ավելի բարի, ավելի հոգատար, տեսնում եմ արդեն գեղեցիկ է, այդ ամանորյա, այդ ամեն ինչ արդեն սկսում է դուրը գալ։ Մաչանենց թատրոնի տարեց դերասան Մելիք Ալեքսանյանն իր ձյունե գավազանով փոքրիկների սրտում տարածում է ամանորի հրաշքը։ Ամանոր, ժամանակը վերջանում է, բայց ամենակարևոր բանը չկա, պինգվիններ, եկեք այստեղ։ Բարություն, ընկերություն, ազնվություն, մաքրություն ամենալավ ուրեմն հատկությունները, հատկանիշները, որը երեխաներին պետք է փոխանցենք կենդանի արվեստով, այսինքն այսպես գան, նստեն, լսեն, իմանան որն է, իրենց աչքով տեսնեն, եւ դա այդ գեղագիտական դաստիարակությունը որ կա կենդանի արվեստի միջոցով, դա է որ երեխաների հետ շփվենք անմիջապես եւ մենք էլ ենք երեխա դառնում այդ պահին։ Ամանորյա ներկայացման կարևոր գաղափարը հանդիսատեսի հետ ջերմ ու ինտերակտիվ շփումն է։ Երեխաներ, ով կարող է մեզ օգնել։ Կարող ես փոքրիկ։ Արի, հիշում ես չէ, շոշափելու օգնությամբ պետք է գտնես։ Գազար։ Գազար է գրինչ։ Գազար։ Այս տարի ինտերակտիվ է ներկայացումը, հանդիսատեսը անմիջապես մեզ հետ կարծես բեմում խաղա, ինչ առումով, որ ունենք հանելուկներ ներկայացման ընթացքում և պետք է հանդիսատեսը գուշակի հանելուկը, որպեսզի լինի այդ փաթիլը, ու երբ որ մեր գաղտնի փաթիլը լինի, այդ ժամանակ արդեն աշխարհին ձյուն կպարգևի ձմեռ պապիկը եւ այլն նվերներ։ Ներկայացման հերոսները Մաչանենց թատրոնի դերասաններն ու թատրոնին կից ստուդիայի սաներն են։ Նրանք իրենց պրոֆեսիոնալ խաղով փոքրիկների հայացքը տեղափոխում են զարմանահրաշ հեքիաթային աշխարհ։ Ձմեռ պապիկ գոյություն ունի եւ բոլորիս լսում է։ Դնում ենք խելոք ենք մեզ պահում, լավ ենք սովորում, որպեսզի մեր նվերը բերի ամանորի գիշերը։ Մենք սիրում ենք աշխատել մեծերի հետ բեմում եւ ուրախացնել բոլորին։ Ավելի շատ բան ենք սովորում մեծերից։ Մեզ մոտ ներկայիս դրությամբ աշխատում են եւ թատրոնի դերասանները եւ թատրոնի կից, Մաչանենց թատրոնի կից ստուդիայի սաները, ում տալիս ենք հնարավորություն եւ լինել բեմում, եւ լինել մեծերի կողքին, եւ սովորել նրանցից, թե այդ դիսցիպլինան բեմական, թե կարգ ու կանոնը, հարգանքը խաղընկերոջ նկատմամբ, ու այդպես շատ սիրուն միքս է ստացվում։ Մենք չենք ունենում խնդիր մեծին փոքրի դերում ներկայացնելու, փոքրին մեծի դերում ներկայացնելու, ունենք եւ մեծ դերասաններ եւ ունենք փոքրեր։ Մաչանենց թատրոնի խաղացանկը տարատարիք եւ բազմաժանր է, յուրաքանչյուրը կարող է այստեղ գտնել իրեն հետաքրքրող պատմությունը։ Գրինչի եւ պինգվինների արկածները ամանորյա ներկայացումը Մաչանենց թատրոնի խաղացանկում կլինի դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Շտապեք ձեռք բերել ներկայացման տոմսերն ու ընտանիքի անդամներին հրավիրել ամանորյա ժամադրության Մաչանենց թատրոնում։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։